Բարև ձեզ, երևանցիներ ջան, այս պահին քաղաքացիների բողոքի հիման վրա գտնվում եմ Սարի թաղում 15-րդ փողոցի հարակից ճանապարհին, այստեղ այս պահին Veolia ջուրընկերությունը շինարարական աշխատանքներ է կատարում, իհարկե դա Veolia ջուրընկերության այս աշխատանքը դրական կգնահատենք, ջրաչափերի տեղադրում է կատարում, սեփական տների հարակից բակերի դիմացը ջրաչափեր է տեղադրում, բայց այստեղ բողոքը ոչ թե ջրաչափերն է, այլ Տիգրան Ավինյանի, Կամո Արեյանի այն խոստումը, որը չի կատարվել մինչ այս պահը, բնակիչները բողոքում են, որ այստեղ ջրահեռացման համակարգի տոտալ բացակայություն է, ոռոգման համակարգի խնդիրներ են, շատ շուշուտ լուգես բաները խցանվում են, կոյուղիները խցանվում են, բայց քաղաքային իշխանությունը քնած է։ Այն ինչ նիստերից մեկում Կամո Արեյանին մոտեցա, ասեց անելու ենք, սենց 2 տարի անում են, բայց բնակիչները մինչ այս պահը չեն տեսնել արդյունքները, սա այն հատվածն է, տեսեք, որ 1-2 ամիս առաջ անձրևների պատճառով այս բնակիչների բնակարանները ջրով լի էին եւ ռեզինե սապոկներով այս ճանապարհում հազիվ անցնում էին մյուս տնից մյուս տուն, անանցանելի վիճակ էր, գետեր էին այստեղ, հիմա փորձենք, տեսնենք բնակիչներին մոտենանք, այստեղ։ Սիրելի քաղաքացիներ, տեսեք քաղաքային իշխանությունը նաև քարոզարշավի ժամանակ էր այստեղ գտնվում, Սարի թաղում, տեսանյութը առկա է համացանցում, Տիգրան Ավինյանը Սարի թաղի բնակիչների հետ, այստեղ ասեք կանենք անելով, խոստանում էր, որ այս հարցերը պետք է լուծի, բայց մինչ օրս, տեսեք, խնդիրները պետք է բարձրաձայնվի ու լուծում չստանա, հա։ Այստեղ որ անձրևա ջրեր եք, անձրևա բանա գալի, ջրեր եք կուտակում, գալի լսում է, մարդկանց տները մարդու կանտիմատ դիսկս, հա, ներկայացում։ Բարև ձեզ։ Անձրևա ջրերը գնում է, հայատն է կարակ, դակն է Այսինքն հեղեղատարի բացակայության պատճառով, ոչ հեղեղատար չկա։ Ես մի քանի ամիս առաջ այստեղ գտնվել եմ, ջրերի այստեղ ամբողջությամբ լիճ էր, տեսել եմ այդ ամենը, հիմա ձեզ տեղյակ եմ պահում, որ ես Կամո Արեյանին անմիջապես նիստի ընթացքում առանձին մոտեցել եմ եւ խոստացել եմ, որ այս հարցը լուծելու ենք, հստակ ժամկետ եմ պահանջել, հստակ ժամկետ չի կարողացել նշել, հիմա ես նաեւ խոստանում եմ, որ հստակ ժամկետի պահանջ եմ դնելու, որ հստակ ժամկետ ներկայացնեն իրենք, որ Սարի թաղի հարցերը ոչ միայն այս փողոցը անմիջապես, բայց հարակից բոլոր փողոցների խնդիրները, թե ջրահեռացման համակարգի, թե ոռոգման համակարգի խնդիրները պետք է լուծվի, խնդիրը տեսեք որտեղ է, որ ասում են Veolia-ն է մեղավոր, մյուս Veolia-ն ասում է իրանք են մեղավոր, բայց փաստացի այդ հարցը քաղաքային իշխանության տիրույթում է, այս պահին Veolia-ն իր աշխատանքները տեսանք, որ փորձում է կատարել, ջրաչափերի տեղադրումը այս պահին անում է, եթե նույնիսկ Veolia-ն մի գործողություն պիտի անի, քաղաքային իշխանությունը պետք է իրեն ստիպի, որ անի, դա էլ իրաց մեղքն է։ Տեսեք, այստեղ Պատճառով Պարոս Սարգսյան, այդ ջուրը ամբողջությամբ գալի լսում է այս մարդկանց փողոցի ջրերը ինքը կարգին է, գալի լսում է այս մարդկանց տները, պատերը կարգած, ներսը նայել ենք, այստեղով գետերի նման մտնում է մարդկանց սեփականությունը։ Հիմա մի խնդրանք ձեզ, դուք ինչ եք պահանջում, դուք ձեր պահանջը ներկայացրեք քաղաքային իշխանությունից, դուք ձեր պահանջը կարող ներկայացնեք, ինչ եք պահանջում, ձեր բակը, հրատապ, դուք պահանջը ներկայացրեք։
Բարև ձեզ։ Մենք Մայր Հայաստան խմբակցության հավաքանիներ եք ջրահեռացման հարցով ենք եկել այստեղ, որը բազմից էլի եկել ենք, տեսել ենք, որ շատ վատ վիճակում է, այստեղ գետեր են, սապոգներով քայլում են։ Հիմա մենք ուզում ենք դուք ձեր պահանջը ներկայացնեք քաղաքային իշխանությունից, հրատապությունը ներկայացնեք։ Ոնց եք ուզում, այսինքն ինչքան ժամանակում հրատապություն, ես կարծում եմ հրատապ խնդիր է սա լուծելու, ոչ թե երբ կլինի այդ ժամանակ։ Ես տեսել եմ անմիջապես այդ խնդիրները, տեսանյութերով ունեմ, իրական անցնելուց եմ տեսել։ Այս պահին ձեր պահանջը կոյուղատար համակարգն է, մեկ էլ ջրահեռացման համակարգը, երկուսը համատեղ խնդիր է։ Առաջնային ջրահեռացումը ու կոյուղին հետո հասկանալի է։ Հիմա մենք փորձում ենք ասենք, որ իրանք անեն։ Ասել են, որ ասեք անենք, մենք ասում ենք։ Վերաբերում է ամբողջ Երևանի հարցերը, ասեք։ Այստեղ մոտակայքում աղբի ամաններ չկա տեղադրված, մոտիկ ճանապարհի։ Դպրոցը հեռու է։ Ես հենց նոր նկարում էի հենց այդ աղբը, որ աղբը տարած չի, դպրոցի կողքը լցված եւ շատ վատ վիճակում էր։ Ես պարոն Կատվալյանն եմ ԵԱՍՄ-ի ղեկավարը, ես կկապնվեմ, հեսա հիմա լայվս անջատեմ, ձեր մոտ է կփորձեմ զանգել եւ աղբանության այդ բաների համար հարցնենք։ Շնորհակալ եմ։ Այստեղի կոյուղատար է հեռացող ֆիտերը։
Հասկանալի է։ Բարձում եմ պարոն Արեյան կամ քաղաքապետարանի համապատասխան բաժիններ այս տեսանյութը դուք դիտում եք, դիտելու եք եւ մարդկանց բարձրաձայնած հարցերին խելամիտ լուծումներ պետք է տաք։ Սիրելի երևանցիներ, տեսեք Սարի թաղում առկա են բազում խնդիրներ, մեր բնակիչները նաեւ այստեղ բողոքում են աղբահանության խնդրի հետ կապված, պարոն Գատվալյան, ձեզ եմ դիմում, այստեղ փողոցը 15 փողոցն է, աղբաման տեղադրված չէ, ասում է շատ հեռու է դպրոցի մոտ, քիչ հետո ես նաև կտեղադրեմ դպրոցի հարակից հենց մուտքի կողմի աղբամանների լի վիճակը, որ աղբահանությունը լավ չի կատարվել, նաև այդ մի տեղում աղբը լցված է եւ կողքում փողոցի մայթերում քաղաքացիները տեղ չունեն, աղբը լցնում են գետնին, այնինչ ասում եք աղբամաններ են գնել, նորերն են գնել, տեղադրում ենք, ես հիմա կոչ եմ անում Սարի թաղի բոլոր փողոցներին, հարակից բնակիչներին հարմար տեղերում տեղադրել աղբի ամաններ եւ այդ աղբը պատշաճ տեղափոխել, դա էլ երրորդ պահանջն է Սարի թաղի բնակիչների, կարծում եմ պարոն Կամո Արեյանի որպես խոստում, հիմա եւս մեկը ես փորձեմ ավելացնել, պարոն Կամո Արեյան, հստակեցրեք ժամկետը, թե երբ է արվելու, ասում եք կառավարության հետ պիտի խոսակ, ես կոչ եմ անում հրատապ լուծումները, շատ հրատապ լուծումները տարբերել երկրորդային լուծումներից եւ Սարի թաղի հարցը դարձնել հրատապ կարգով անհետաձգելի լուծվող խնդիրների շարքում եւ մեր բնակիչների պահանջները բավարարել, ոչ թե մենակ քարոզարշավներին գալ այստեղ խոստանալ, մեկ է սպասել մյուս քարոզարշավներին։ Այսքանը։